Սեն, ինչպես գիտես, նոր մարտահրավեր է ուղղված հայկական շոու բիզնես կոչվածին, ու 1 vs 1 նշանակում է 1 երաժշտագործիկ եւ 1 երգիչ։ Ամբողջ նպատակը այն է, որ մաղել հայկական շոու բիզնեսը եւ հայտնաբերել իսկական երգիչ-երգչուհիներին եւ նաեւ հայտնաբերել այն երգիչ-երգչուհիները, ովքեր ունեն այնպիսի հարուստ երգեր, որոնք ունեն լավ մեղեդի, ունեն լավ բառեր, դուք շատ հեշտ եւ շուտ ընդունեցիք մեր հրավերը, կասեք պատճառը։ Որովհետեւ պատճառն այն է, որ ես ինքս սկսել եմ հենց մեկ գործիքով, այսինքն ինչ որ մեկի օգնությամբ կամ ինչ որ մեկը այսպես ինչ չի վերցրել մի տեղից եւ երկարվեստ կամ շոու բիզնես ինչպես հարմար է դրել այդ տեղ։ Երգել եմ գիտարով, ինքնուս այդպես, հա, եւ դրա համար էլ չվախեցա ընդունել ձեր հրավերը եւ հույս ունեմ, որ ճիշտ եմ արել։ Եվ եթե պիտի դրանից մաղվեմ, ուրեմն թող մաղվեմ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այսօր հանդիպել ենք։ Այսօր մի քիչ օրիգինալ հանդիպում է իմ դեպքում, գիտարի նկատի ունեմ, բայց կփորձենք անմիջական օր լինի բոլորիս համար։ Իմ հին օրեր անցած Ուր հրացակ անդարձ Ձայն իմ հոգում եմ լսում ու կանչում անվերջ մանկության երգը իմ անուշ ինձ ժպտացող աչքեր իմ հեռացած ընկեր ուր է ծիծաղը քո այն երջանիկ գարնան Մեղեդին իմ անհոգ խենթ իմ մանկության ու հիմա հեռու մենավոր հարազատ իմ տունը կարոտով մայրական ձայնով ամեն օր սերը երգում ինձ օրոր առաջին համբույրն անմոռաց որ իմ սրտում այդպես մնաց Ուր գտնեմ քեզ հիմա սերին կորած Ես փնտրում եմ ձեզ շարունակ Իմ հուշերի փողոց ու բակ Ու իմ հեռավոր անցյալի Ընկերներիս սրտերը թանկ Ու թաքուն հույսով ամենուր Կարծես տեսնում հետքերը տակ Հիմա որտեղ գտնեմ Սերն իմ անցած Իմ հին օրեր անցած Ուր հեռացակ անդարձ Ձայն իմ սրտի ինձ հուշում է որ ուշ է ուշ դու կյանքի թևավոր իմ հուշ Ուր ես այդպես թրջում Իմ մանկության թրջուն Քեզ իմ անմեղ աչքերում Ես տեսնում եմ դեռ Քո ճամփին օրորում Ձեռքը իմ մանուկ Ու հիմա հեռու մենավոր Հարազատ իմ տունը կարոտով Մայրական ձայնով ամեն օր Սերը երգում ինձ օրոր Առաջին համբույրն անմոռաց Որ իմ սրտում այդպես մնաց Ուր գտնեմ քեզ հիմա Սեր իմ կորած Ես փնտրում եմ ձեզ շարունակ Իմ հուշերի փողոց ու բակ Ու իմ հեռավոր անցյալի Ընկերներիս սրտերը թանկ ու թաքուն հույսով ամենուր Կարծես տեսնում հետքերը տակ Հիմա որտեղ գտնեմ
սերն իմ կորած իմ հին օրեր անցած Սա շատ հաճելի է ինձ, որովհետև ես նպատակ ունեմ, բազմիցս խոսել եմ դրա մասին, բայց այդպես էլ չի հաջողվել, որ ակուստիկ ծրագիր անեմ։ Ակուստիկ ծրագիր անեմ, քանի որ իմ սկիզբն է սա առհասարակ, ինձ համար շատ հաճելի է։ Սովորաբար մասնակցում են այսպիսի ծրագրերում մեկ երգիչ եւ մեկ երաժիշտ, այսինքն ամբողջ գաղափարը դա է։ Իսկ քո դեպքում դու նաև երաժիշտն ես։ Ուզում եի հարցնել քո կարծիքով ինչքան կարևոր է որ երգիչ կամ երգչուհին նաև տիրապետի որևէ երաժշտական գործիք։ Կարծում եմ գործիքից ինչ որ բան վերցնում ես։ Ես այդպես եմ մտածում։ Նվագելու փաստը շատ կարևորում եմ։ Ինձնից ավելի երիտասարդ երգիչներին ես միշտ ինչպես խորհուրդ եմ տալիս ընթերցել, այնպես էլ խորհուրդ եմ տալիս գործիքի մոտենալ եւ միայնակ նվագելու երգել, որովհետեւ եթե դու մեկ գործիքով երգում ես, կերգես մեծ օրկեստրի հետ էլ։ Ես այդպես եմ մտածում։ Հենց այնպես չեմ ասում, որ փորձից եմ ասում, արդեն փորձից եմ ասում։ Դու ինձ համար մի հեռու անցյալ եկար անցար ու էլ չկաս Դու ինձ համար կարոտ ու արցունք դարձար Ինչպես երաս եկար անցար Քեզ եմ կանչում իմ սեր Սիրտդ նորից ինձ բեր Հիշիր անցածը մեր օրերը հին Ծիծաղ ու սեր Քեզ եմ փնտրում իմ սեր Սիրտն իմ հերվից ինձ բեր Դու իմ օքին դարձար ու եկար անցար Հիմա որտեղ գտնեմ սերը մեր կորած Ինձ ուշ մնաց կարոտ է այս Իմացիր օքից ինձ քեզ հետ դարար Եկար անցար ու էլ չկաս Քեզ եմ կանչում իմ սեր Սիրտդ նորից ինձ բեր Հիշիր անցածը մեր օրերը հին Ծիծաղ ու սեր Քեզ եմ փնտրում իմ սեր Սիրտն իմ հերվից ինձ բեր Դու իմ օքին դարձար ու եկար անցար Քեզ եմ կանչում իմ սեր Սիրտդ նորից ինձ բեր Հիշիր անցածը մեր օրերը հին Ծիծաղ ու սեր Քեզ եմ փնտրում իմ սեր Սիրտն իմ հերվից ինձ բեր Դու իմ օքին դարձար ու եկար անցար Դու իմ օքին դարձար ու եկար անցար Դու իմ օքին դարձար ու եկար անցար Շնորհակալություն Կիսվեմ ձեզ հետ, որ երբ որ առաջին անգամ ես բարձրացա բեմ երգելու, ես աթոռ խնդրեցի, որտեվ չոքերս դողում էին, ինձ չէին դողում, մոտորապես էսպես, շատ, ես վախեցա, որ կարող է այդպես ծալվեմ, երգելու ժամանակ, և ասեմ, որ երգը գրվել է Ղարաբաղում և ես չեմ երգի հեղինակը, սա ուղղակի իմ տարբերակն է և կարծես թե ինչ-որ չափով այնքան
իմն է դարձել, որ կարծես թե ես գրած լինեմ, այսպես ասեմ, բայց երգի հեղինակը համահեղինակներից մեկը եղբայրս է, Արթուր Զաֆյան, Եվ սա հենց այն առաջին երգն է, որ ես սովորել եմ, խնդրել եմ եղբորս, որ սովորեցնի նվագել։ Իսկ թե ինչի համար եմ սկսել նվագել, երևի թե գիտեք, չէ՞։ Չգիտեք։ Տեսա, որ հակառակ սերին հաճելի է շատ, երբ որ եղբայրս ուզեցի, լուրջ, ուզեցի ինձ էլ սիրեմ, պատկերացնում եք, ինչ փառասեր երիտասարդ եմ եղել, պատանյակ, ուզեցի, որ ինձ էլ սիրեն, այդպես, բայց անհամեստություն առնեմ, ասեմ, որ հաշվարկները ստացվեց ինչ-որ չափով, մի խոսքով, բայց դու չես գալիս։ Ախ սիրելիս, դու չգիտես, որքան եմ ես լացել, առանց քո սիրո, ջահել կյանքն եմ իմ մաշել, ես ուզում եմ, որ քո աչքերին նայեմ, և ուզում եմ, որ միայն ինձ մոտ լինես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում, ախ սիրելիս, դու չգիտես, ինչքան եմ տառապել, առանց քո սիրո, ջահել սիրտն է իմ լացել, անընդհատ սպասում է, որ դու կգաս, դուրը կբացես, ու ներս կմտնես, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն անցավ, քո ճամփին եմ ես նայում, բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս, սիրելիս, ես կանչում եմ քեզ, ու անընդհատ սպասում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, երեկոն նստած, քո ճամփին եմ ես նայում, ես նայում, բայց դու չես գալիս, Ինչքանով է խանգարում ունենալ այդպիսի հայտնի այցեկարտային գործ, որովհետև արդյոք սկսում ես ինքդ քեզ հետ մրցակցել եւ փորձել այդպիսի հիթ գրել։ Ես գիտեմ դու շատ հիթեր ունես, բայց շատ ճիշտ ես ասում, շատ ճիշտ ես ասում, եւ դա կարող է ասել քեզ նման երաժիշտը, այսինքն ինչն է խնդիրը, ուժեղ այդ երգը, որը համարվում է երգչի այցեկարտը, հետո նաեւ խանգարում է ինչ որտեղ, որովհետև դու մտածում ես ես ավելի լավ բան պիտի անեմ, բայց քանի որ ինքը արդեն շատ լավն է, դու եւ գալիս ես այն եզրակացության, որ պետք չի այդ երգին պետք է հանգիստ թողնել։ Այդ երգը իրենով է գեղեցիկ եւ ինքը եղել է արդեն։ Պետք է անել այլ բան ու էլի լավ բան։
նաև շատ լավ երգահան ես, որովհետև շատերի համար դա հարց է, որ մեծ մաս քո հիթեր ով է գրում։ Շատերի մոտ այն բանն է, որ Արթուրն է գրում քո եղբայրը երգերը։ Ուղղակի այստեղ պետք է որոշակի ձևով բացատրել ժողովրդին, որ երգ եւ երաժշտություն եւ բառերը ոնց են տարբերվում։ Մարդիկ ասում են երգ ենք գրել ու պարզվում է, որ երաժշտություն են գրել, այսինքն ավելի կոմպոզիտոր են, քան թե երգահան։ Իսկ ձեր դեպքում ոնց է։ Հիմնականում այսպես է մեզ մոտ, ինձ մոտ երաժշտության, հա, մեղեդի եկավ, բայց ես չեմ շտապում, որովհետև ինչպես նշեցիր, շատերը հասկանում են, թե միայն երաժշտություն դա արդեն երգ է։ Ինձ համար ոչ։ Միջև խոսքերով ես չեմ լսում երգը, ինձ համար երգը դեռ գրված չէ։ Շատ բարի, իսկ որն էլ ավելի կարևոր քեզ համար որպես նաև երգահան բառերը թե մեղեդին։ Պիտի խոստովանեմ, որ բառերը։ Գիտեք ինչի, որտեղ ես գուցե շատ երգահաններ, էլ չեմ ասում կոմպոզիտորներ, այդպես խենթ նայեն, հա, ծուռ նայեն ասածից, բայց նոտաներիս հետևից չեմ ընկնում։ Կտրում եմ, ջնջում եմ, հետո նորից, հետո փոխում եմ, այսինքն ինձ համար կարևոր է, որ այդ գիծը, հա, երգի, այդ սկիզբը, ասելիքը, ընթացքը, հետո ուր է գնում, հետո կուլմինացիա կա կամ չկա, չգիտեմ, այդ ամեն ինչը բառն ու երաժշտությունը շատ իրար ձուլված լինի։ Հիթ եք ուզում կստանաք։ Այսինքն այդ սաղ երբ որ իրար հետ է լինում, դու արդյունքում ստանում ես երգ։ Վերջերս շատ հետաքրքիր մի երգ գրվեց։ Ինչով է յուրահատուկ, որ առաջին անգամ ես խնդրեցի, որ մեղեդի լինի։ Դա Ավետ Բարսեղյանի խոսքերի հիման վրա երգը կոչվում է Վերադարձիր քո տուն։ Բայց ինչն է հետաքրքիր, ուրեմն ես այս երգը սկսեցի այդպես պրպտել դաշնամուրով։ Հետո զգացի, որ նվագել չգիտեմ։ Ավելի լավ է անցնեմ կիթառին, որովհետև մի փոքր կարող եմ ինչ-որ բաներ անել, բայց հետո սկսեցին ինձ խանգարել ինչ-ինչ, հա, վանկերի իմաստով եւ այլն, եւ այդտեղ միացավ իմ ծանր հրետանին եղբայրս Արթուր Սաֆարյանը։ Մի խոսքով, վերադարձիր քո տուն։ Տարիներ ես օդարի տան սյունն եմ դարձել, բայց հոգիս երբեք հասցենիր չի մոռացել, որքան մարդիկ իրար մոռացան, լավագույն տղերք թողին հեռացան, ու փառք Աստծո շատերն էլ տուն դարձան, վերադարձիր քո տուն, ամեն գետ ունի մի հուն, երջանկություն դու չես գտնի, երբեք օտար գրքում, վերադարձիր քո տուն, սիրտը դունի անում, եւ այն զարկում է, երբ ապրում է մայր հողում, անարմատ ծառի կյանքը կարճ է լինում, հարազատ հողիս մեջ շիվ եմ ես տնկում, որ իմ պապերի այգին զորանան, ամեն մի հայի հոգին լիանա, ու կամքով Աստծո բոլորս տուն դառնան, վերադարձիր քո տուն, ամեն գետ ունի մի հուն, երջանկություն դու չես գտնի, երբեք օտար գրքում, վերադարձիր քո տուն, սիրտը դունի անուն, եւ այն զարկում է, երբ ապրում է մայր հողում, վերադարձիր քո տուն,
ամեն գետ ունի մի հու Երջանկություն դու չես գտնի երբեք օտար գրքում վերադարձիր քո դու սիրտը դունի անուն եւ այն զարկում է երբ ապրում է մայր հողում նա միշտ շփտում է միայն Հայաստանում Շնորհակալություն եւ հրավիրում եմ մի մարդու առանցում իմ երաժշտական գործունեությունը չեմ պատկերացնում Արթուր Սաֆարյան Լավագույն տղերքը հեռանում են Օտարափերում բախտ որոնում Սիրելի կանայք թողնում գնում են Ուրիշների մեջ մեզ փնտրում Ամենալավ երգը լռությունն է Երկու զույգ աչքեր մթության մեջ Իսկ սարսափելին հիշողությունն է Որ հետո թերթում ես էջ առ էջ Ու վճում է քամին ու նայնության Ու ջնջում ամեն ինչ Ու պոկվում են անցյալ ու ներկան Իմ կյանքի էջերից Ես գիտեմ ինչ բան է ժամանակը Ամեն ինչ հոսում է փոփոխվում Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը Վերջին կանգառին է մոտենում Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ Ունեմ ընկերներ ինձնից խելար Բոլորի համար ես աղոթում եմ Ու գրում երգեր նրանց համար Ես գրում եմ երգեր այն ժամանակ Երբ գիշերն է իջնում Երբ մնում եմ ազատ ու միայնակ Իմ սարքած զնդանում Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը Թող նախանց մարդիկ աչքով չտան Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է Որ պիտի երգեմ, քանի դեռ կան Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է Նա ունի մի սիրտ ոսկուց էլ տանք Մենք ունենք փոքրիկներ, որն արդեն խոսում են Ու տալիս հարցեր թարս ու շիտակ Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ Հարցեր ամեն տեսակ Հարցեր շատ տարօրինակ Ես փորձում եմ գտնել պատասխաններ Ու ստանում նոր հարցեր Իմ գլխում ամեն ինչ խառնվել է Ես ինքս ունեմ այնքան հարցեր Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում են նոր երգեր գրել
Ես գիտեմ, որ երգը եւ աղոթք է Եվ ինչ որ ջապով մխիթարան Դա երջանկության հավերժ պատրանքն է Որ մեզ հետ ապրում դառնում են Ինչու հենց Ռուբեն Ախվերդյան Որտեվ Ռուբեն Ախվերդյանը հենց իմ այդ սկիզբը, որ ես ասեմ, որ ասեցի, սկսել եմ երգել, գտնում եմ, որ մեծ ուրեմն ավանդ ասեմ, թե ինչ ասեմ, մեծ ներդրում ունի առհասարակ երգարվեստում եւ էլ չեմ ասում, որ բարդային, հա, երաժշտության մեջ եւ անսահման բանա տվել կարողություն է այսպես եւ պետք է ուղղակի ուսումնասիրել սրանք այն երգերն են նաեւ որ սերունդներ են կրտել Դու կարծում ես այդ անձրևներ արտասվում պատուհանի Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած Այդ խոսքերը որ լսվում են իմ երգի մեջ ուշացած ու մեր պետ խոստովանանքդ ափսոսանքդ ուշացած Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված Դա գուցե աշնան կատակն էր տերևներն էին դեղնած Ծառուղում լուր արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կարգելի ու պատուհանի լուր կարտասվի ու պատուհանի լուր կարտասվի Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանի լուր կարտասվի ու պատուհանի լուր կարտասվի Ես իմանոր հասկանում եմ անցածը ետ չես բերի Այս ամենը հատուցումն էր իմ գործած իմ մեղքերի Այն աղջիկը և աշունը բախտներին որ գործերի Դա ջահել իմ խենթությունն էր որ երբեք ինձ չմերի Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում Իսկ հետո լուր հեռանում է Այս է տոմսն է իր թողնում Իսկ հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան ենք որոնում Այն հասցեն որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանի լուր կարտասվի ու պատուհանի լուր կարտասվի միասին փորձենք հա Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանի լուր կարտասվի Պատուհանիդ լուր կարտասվի ու պատուհանիդ լուր կարտասվի Ընդհանրապես լինելով երգարվեստի մեջ որոշ պրոցեսներ կա, որոնց մեջից անցնում ես, այսինքն երգը ծնվում է, հետո մշակվում է, գործիքավորվում է, հետո գնում ես ստուդիա ձայնագրում ես, հետո մտածում ես, որ իր վրա տեսահոլովակ նկարահանվի հետո դա պրոմոտ է լինում, հետո համերգ է լինում։ Որն է ամենահաճելի պահը քեզ համար այս երկար process-ի մեջ։ Ամենահաճելի process-ը ինձ համար հենց երգի ծնվելու process-ն է։ Հետո այդ նույն երգը live
կենթանի հնչողությամբ գործիքների, հա, երաժիշտների կատարմամբ երգելը բեմում, որ այդ էներգիան գնում է դեպի հանդիսատես։ Սա է իմ ամենա հաճելի process։ Ու այդ էներգիան, որ հետո վերադառնում է ժողովրդից։ Մի օր էլի այդպես նստեցի, ասի կարող ես մոտ երգ տաս գիտարից, այդպես։ Ասեց կարող է։ Ու տվեց։ Ես չգիտեմ երբ է ծնվում երգը, այսինքն ինչ էմոցիոնալ իրավիճակ պետք է լինի, բայց հենց որ ուզում եմ ծնվի, գիտեմ։ Մի օր էլի այդպես, կեսօրին ծնվեց այս մեղեդին, զանգեցի շատ անամպեր վիճակով, զանգեցի Արթուրին, ասացի երգ կա։ Ասեց դու թեման ինձ ասա, երգ կա։ Ինչ որ միտք ունես թեմա, որ հասկանանք, մենք միշտ քննարկում ենք, մենք միշտ կռվում ենք իրար այդ իմիջայլոց։ Ասի գիտես, չգիտեմ որտեղ ինչ ալնելու, բայց որ տար ինձ տար, այդ ֆրազան հաստատ պետք է։ Ասեց ինչ տար ինձ տար։ Ասեց լավ, դե թող լինի տար ինձ տար։ Մի խոսքով, հուշերի քաղաք ձեզ համար։ Հերվում տեսա քաղաքը իմ քնած եւ աղոտ մի ճրակ իմ տունը հոգիս տկար ծանոթ քամին տարա աղմկոտ մի փողոց իմ մանկությունը ու լուր ժպտաց անհետ կորած հայացքն իմ ընկերոջ որ այնքան ինձ հարազատ էր ու էլ չկար պատուհանը կիսաբաց սերն իմ մոլորված որ կիսատ մնաց տար ինձ տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը բեր կրկին այն դեմքերն ինձ հարազատ որ նայում են անվերջ իմ ճամփին կարոտում ամեն վարքյան տար ինձ տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը բեր կրկին սպասող դեմքերն ինձ հարազատ որ ապրում են հեռվում բայց ինձ հետ են ամեն վարքյան ինձ հալածում եւ օտարետունը այս ուր էլ չկա խռոված իմ խենթ անցյալը եւ ակոսված հողի պես իմաստուն էլ չեմ գտնում հոգնած իմ հոր տակ ձեռքերը ժամանակի ավարտն է օրացույցը մոռացված որից այնքան ես վախենում եմ նվիրական օրերը իմ ուզում եմ ինձ պահել բայց երեկվա իմ դեմքը մոռանում եմ տար ինձ տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը բեր կրկին այն դեմքերն ինձ հարազատ որ նայում են անվերջ իմ ճամփին կարոտում ամեն վարքյան տար որ տեսնեմ նորից ապրած իմ կյանքը տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը բեր կրկին սպասող դեմքերն ինձ հարազատ որ ապրում են հեռվում բայց ինձ հետ են ամեն վարքյան տար ինձ տար հեռու առաջին սիրո թաքուն պատրանքը սպասող դեմքերն ինձ հարազատ
ուշերի քաղաք Ձեր տանը ինչ են լսել, երբ դու մեծանում էիր, երբ երեխա էիր։ Գիտես, դե մայրս, հայրս ժողովրդական, գուսանական երգեր, իսկ եղբայրս լսել է շատ Արթուրը խոհական երգեր, նաև ռոք ժանրի երգեր, չգիտեմ, այն ժամանակ, ասենք հիմա Aerosmith, օրինակ, Beatles, բայց ես այդպես չեմ դրել հատուկ լսել, ինձ որ երգը դուր է եկել, ես լսել եմ։ Նույնիսկ ես ականջի պոչով եմ լսել, որովհետև այդ ժամանակ ես քանդակագործությամբ էի զբաղվում, առհասարակ։ Բայց մեկը սնվել են ականջները, ճիշտ։ Այսինքն երաժշտական ներդրումը տան մեջ շատ կարևոր է, որովհետև կարող է ձեր տան հնչած լիներ ուրիշ բան։ Հա, ասենք եթե մեր տանը անընդհատ հնչածել էր Կարմիր ժամանակ, որ մենք իրար հետ, ասենք սենց ես կդառնայի հաջող դրա ներկայացուցիչներից ինձ թվում։ Ես նպատակը, որ որոշեցի սկսել այս ծրագիրը հենց այդ է, որովհետև ոնց որ գիտես, ես ոչ հաղորդավար եմ, բայց ուզում եմ մի փոքր քայլ անել ժողովրդին ծանոթացնելու այդ օրգանիկ երաժշտության հետ։ Նախ քեզ շնորհակալություն, որ դու սկսել ես նման ուրեմն ծրագիր, եւ երկրորդն էլ ես վստահ եմ, որ իմ գոլեգաները բոլորն էլ ասելիք ունեն, հա, գուցե ոչ բոլորը, բայց հաստատ Ահա կա մի հաստատ կունենաս գեղեցիկ ուրեմն անսպասելի ծրագրեր։ Իրենց էլ է դա հաճելի, որովհետեւ իրանք էլ են հոգնում, հա, այդ տարածված համընդհանուր վիճակից եւ մեծ հաճույքով հաստատ քո ծրագրին կտան այն ինչ որ իրենց ներսում կա։ Չէի մտածում, որ ես երգը պիտի երգեմ, բայց մի գեղեցկուհի աղջնակ ինձ ասաց, որ իսկ օգնիր ինձ Մարիամը լինելու, հա։ Այդպես ինձ համար զարմանալի էր, բայց շատ ուրախալի։ Հաշիշով հիվանդ ողջ աշխարհն է մեռնում ու խեղդում իր հետ երգը վիրավոր մեղքերի հորձանքից ջրհեղեղ է ծնվում իսկ նոյերը վաղուց մեռել են թող ինձ Մարիամ ես հեռու մնամ տառապանքը դարի ճգնեմ ու լամ որ մեղքից աշխարհի մի կաթիլ գետ քավեմ անհաղորդ գետ մի սիրտ արցունքով բանամ օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնամ անաղարտ ու անմեղ այս ցավի հնոցում փակիր իմ աչքերը որ էլ չտեսնեմ նշխարն արյունով ինչպես են հունցում փրկիր ինձ Մարիամ որ քեզ աղերսեմ կյանքի ու մահի անիմաստ քաոսում գոցիր իմ աչքերը աղոթքս լսիր հավատն իմ անսուտ օգնիր ինձ Մարիամ հինավուրց մի դավ նորոգվում է նորից խորտակում իր հետ հևքը խելագար դիցական ձայներին Ցանակում են թունոտ, իսկ նոյերը վաղուց մեռել են Տար ինձ Մարիամ ու ջնջիր ընդմիշտ Բիբերիս երազ, տարտարոսը գիշ Որ լույսից աշխարի մի կատիլ գետ քավեմ Անհաղորդ գետ մի սիրտ արցունքով բանամ Օգնիր ինձ Մարիամ, անաղարտ մնամ Անաղարտ ու անմեղ Այս ցավի հնոցում փակիր իմ աչքերը որ էլ չտեսնեմ նշխարն արյունով ինչպես են հունցում փրկիր ինձ Մարիամ որ քեզ աղերսեմ կյանքի ու մահի անիմաստ քաոսում գոցիր իմ աչքերը աղոթքս լսիր հավատն իմ անսուտ
օգնիր ինձ Մարիամ, փրկիր ինձ Մարիամ, օգնիր ինձ Մարիամ։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։ Ես եմ հերթում ինձ եմ, սիրտում հերվից ինձ մեր։ Ես էլ մոռացա։ Ինձ հուշում է, որ ուշ է, ուշ։ Կոնոյից իմ երկու մոռացում։ Այդ խոսքերը, որ լսվում է, իմ երգի մեջ։ Ու փչում է, քամին ու լցան։ Ունես դու տարբեր ոճի երգեր, բայց նաև ունես մի շատ կարևոր ձեռագիր, որ բոլոր ոճերում այդ ձեռագիրը լսվում է։ Կարծում ես որն է դա։ Ուրախ ամենատարբերվող փաստը իմ կարծիքով դա տեմբրն է, գույներն են, տեմբրը գույներն են եւ այո մեծ նշանակություն տվել եմ միշտ խոսքերին, ես երգում եմ խոսքը։ Սա է, չեմ երգում ուղղակի այդպես։